Ողջույն բոլորին, ուրեմն դիտում եմ YouTube-ը, ամենուրեք ուրեմն տարածում է Նիկոլի հերթական հարձակումները եւ իրավունքները եկեղեցու նկատմամբ, այս անգամ ինձ թվում է արդեն ինքը ավելի կտրուկ հարձակումների անցել, կոչ անում ուրեմն շրջապատել եկեղեցին, ստիպել, այն ինչ որ ասենք 2018 թվականին ստիպեց անուղեղ հասարակության առանց անկամ կամավոր հատկություններից զուրկ ժողովրդին ճնշում գործադրել խորհրդարանի վրա եւ հանրապետականի պատգամավորների վրա, ինչի շատ զարմացած եմ, որ հայտարարեց, որ կամ ես կլինեմ կամ վարչապետ, կամ այս երկիրը վարչապետ չի լինի, այդպես բռնի ուժով դարձավ անօրինական ճանապարհով վարչապետ, հիմա նույն ձևի հարձակվել է ուրեմն եկեղեցուն, արդեն կոչ անում նույն ձևի ճնշում գործադրել եկեղեցու վրա, հույս ունի, որ նորից էլի 200,000, 300,000 մարդ պետք է փողոց դուրս գա, գնան մայր տաճարը շրջապատեն, ուրեմն ստիպեն կաթողիկոսը հրաժարական տա։ Սարսափելի իրավիճակ է, սարսափելի լարված իրավիճակ է, ամբողջ հրետանին ուժի մեջ են դրել, այսպիսի ուրեմն դեպքերով, ինչ որ Լիլիթ Մինասյան, իրանց ուրեմն հերթական ուրեմն քպայական պատգամավորներից, եթե սա ով է եղել այս աղջիկը, այս կինը, մինչև 18 թվականը, փողոցը որ հիմա արդեն Լիլիթ արդեն ազգանուն մոռացա, Մնացականյան, Լիլիթ Մակուց ենք լսել, թե սա ով է եղել, սա ինչ կրթություն ունի, թե սա ինչպես է դարձել, ուրեմն պատգամավոր մեծ հարց է, որ այսօր էլ եկել այստեղ խոսում է, ես իհարկե զարմանում եմ լրատվամիջոցներին, որ այս տկարամիտներին հրավիրում են ու ավելի են սրում, ոնց որ ասում են Նիկոլի ջրաղացին ջուր են լցում, կամ ասենք ինչ որ ժողովրդի մեջ ավելի շատ սրում են այս իրավիճակը։ Խորհուրդ եմ տալի բոլոր լրատվամիջոցներին, Civilnet կլինի, 24 AM կլինի եւ այլ, իրանք ունեն իրենց թունավոր, Աշալույս մի ար այդպիսի բաներ, խնդրում եմ քեզ։ Իրանք ունեն իրենց թունավոր հակապետական, հայկական, civic YesIM կայքը, որ ամբողջը թույն է տարածում, պրո-նիկոլական կայքը, դրանով թող ուզում են խոս, ինչքան ուզում են խոսանես, ոչնչությունները չպետք է գնան այն հարգված կայքեր ու սենց բաներ խոսան, ահա։ Դու սա արդեն իրանց տեղն է, հանրային ուրեմն հանրային արդեն Պետրոսի գլխավորությամբ, այս Պետրոս այս խղճուկ ողորմությունը Հայաստանի ամենաանգրագետ լրագրողը, ամենատկարամիտ լրագրողը, կարծես թե ժողովուրդը մոռացել է, որ ինքը այն ժամանակ Դոդի Գագիկ Ծառուկյանի գրպանի ուրեմն լրագրողներ աշխատում էր Գագիկ Ծառուկյանի ուրեմն շահերն էր առաջ տանում, նույն ձևի հարցազրույցներ էր վարում ուրեմն Իշահ Գագիկ Ծառուկյանը, այսօր արդեն կնգան պաշտոն են տվել իր կնոջի, իրան էլ էս գործն են տվել, այս հանրայինի գլխավոր ուրեմն հերոստալիքը վերցրել է իր ձեռքը, կանչում ասես տկարամիտներին, ինչպիսին այս, ես սրամը դրել եմ «Ни мальчик, ни девочка», չես ժողում, սա տղա է, թե էքա, թե ворց է, կուսակրոնությունից միջև վարչապետի նոր թեկնածու։ Ու քննարկող թեմաներ, երեք սուր բանավեճ էլի հրավիրել են Էշմիածինեցի մի հատ կա դեմքով, հələ մի հատ եկեք դրան էլ գտնեմ, էլի մի վարկյան, մի հատ գտնեմ դրան, այդ անունը չեմ հիշում, ախարանից էլ անուններ ունեն այդ բաները, մի րոպե երեք եմ դիտել, շատ ակտիվորեն հայկական պայքարի մեջ է մտած Արման Բաբաջանյանի ուրեմն ալիքը Ժիրայր Ոսկանյանի գլխավորությամբ, որը նույնպես էլի զարմանք առաջացնում, որտեղ է սուր բանավեճ հաղորդումը, մի հատ մուրուքով տղա կա կապուտ գույնի կոստյումով, գիտեք էլի, սենց ինչ որ զայրացած դեմքով, ուրեմն անընդհատ բոլոր ալիքներով գալիս է, ես զարմանում եմ իհարկե կուզենայի, որ մի հատ համապատասխան կառույցները մի հատ ստուգեն, թե այդ մարդը որտեղ աշխատում, ինչով է ապրում, որովհետև օրական 5-6 ալիքով պատտվում հես այստեղ հարցազրույցներ է տալիս, այս մեծ բանավեճ հաղորդման ժամանակ, կանչել էին այս Հարգարժան պարոնին, որը շատ թույլ էր, չէր կարող դիմակայել, եւ Աթանեսյանի մասին չեմ ուզում ասեմ, լրիվ հիասթափություն ապրեցի նրա ելույթից, բայց սուստամ էս մի րոպե ցույց տամ էս ոչնչությունին, նորից, ահա, հələ մի հատ նայեք, թե սա ով է, հələ մի հատ ինձ բացատրեք, էլի, այս տղեն ով է, այս պարոնը, Էշմիածինեցի է ինչ որ,
ավարտել է համալսարանի պատմության ֆակուլտետը, վերջ, ուրիշ մասնագիտություն, ուրիշ կրթություն չունի։ Ով է եղել այս մարդը մինչև մի տարի, երկու տարի առաջ, ոչ մեկ սրան չի ճանաչել։ Հենց դեպքով հրավիրել են ստուդիա երիտասարդ աղջնակների, որոնք սենց հոգնած անտարբեր դեպքով նստած են, երևի մեկը ինչ բան անում, նշան է տալիս, իրակնդերից միայն ծափ են տալի, երբ որ այս տխմարները խոսում են հակաեկեղեցական, հակապետական ինչ-որ թեմայով։ Հələ դեպի նստած երեխեքին նայեք, էլի, թե երեխեքի ինչին է պետք քաղաքականություն է։ Եկեք բերեն նստածել են այս հոգնած անտարբեր դեպքով ծափ տալու համար այսպես խոսում է։ Մեկը պարզի, այս խղճուկ մորուքավոր անթրաշը, սա որտեղ է աշխատում, ինչով է ապրում, ով է սրան ֆինանսավորում, սա լույսը բացում է, դուրս է գալի մի 5 տարբեր կայքերով հարցազրույցներ է տալիս հակապետական ու շարժում է առաջ։ Չեմ կարող Պետրոսի հետ կապված որևէ բան ասել, որտեղ հանրայինը միշտ եղել է ուրեմն գործող իշխանության խոսափողը, նույնը Factor TV, Factor TV, ամաչում եմ ձեզ համար, որ կանչել եք պարոն Ռուբեն Ռուբինյանին, հարցեր եք տալիս, պարոն Ռուբինյանը, մի րոպե միացնեմ, տեսնեմ ինչ էր ասում պարոն Ռուբինյանը։ Կաթողիկոսը պիտի ասի, նորմալ է Գալստանյանին եւ այլ։ Պարոն Ռուբինյան, դուք պետք է մեզ ասեք, ինչով ավարտվեց հայ-թուրքական բանակցությունները, սահմանը բացեցիք իմ հարգելի պարոն Ռուբինյան։ Պարոն Ռուբինյան, մի հատ հարց ուղեմ քեզ ու քո վարչապետիկին Քվալեն Սիմոնյանին, 7 տարի իշխանություն եք, մի հատ լավ բան ցույց տվեք, որ արել եք այս երկրի համար։ 2 տարի է Թուրքիա հետ բանակցում ես պարոն Ռուբինյան, սահմանը բացելու, ինչ արդյունք կա։ 0 արդյունք։ Արհամարեցին, բանի տեղ չդրեցին, գցեցին, չգիտեմ որտեղ։ Հիմա եկել ես պարոն Ռուբինյան, նստել ես կաթողիկոսից ես խոսում, 7 տարի իշխանություն եք, այս մի մальчик, մի девушкան էլ հետը։ Ինչ է կարել, պարոն Ռուբինյան, մի հատ բնագավառ ցույց տվեք, որ հաջողության եք հասել։ Շարունակել չեմ ուզում, շատ հիասթափված եմ այս քանդակագործից, իմ շատ կողմից սիրելի հարգելի Զարուհի ուրեմն Մուրադյանի բարեկամներից էր, ինչ որ Իտալիայից տեղափոխվել Հայաստան, ասում էին հայրենասեր մարդ է, եկեք նստեն միանից բաներ է խոսում, հələ մի հատ մենակ վերնագիրը նայում ես, զզվանքը գալիս է, Գարեգին բն Լուկաշենկոին հավասար ուսադիր ունի, հələ այս տխմարություններ, այս տխմար ուրեմն վերնագիրները Արման Բաբաջանյանի ալիքով Ժիրար Ոսկանյանը սենց բաներ են տարածում։ Եկել են կին են, սպիտակ պիջակով հələ մի հատ նայեք, երկրորդ պլանով որ կա Ժիրայրի նկարի կողքը, նորից ինչ որ քաղաքական մեկնաբանա, վերլուծաբանա, ով է եղել այս կինես, երիտասարդ տիկինը, միջև անցյալ տարի, նախանցյալ տարի, ոչ մեկ չգիտի։ Ես մի հատ ձայնագրություն եմ հատուկ անելու մեր հայաստանցիների համար, ցույց տալու բոլոր այն նրանք, ովքեր այսօր քաղաքականության մեջ են, ովքեր այս հերոստատեսությունից համացանցից չեն իջնում, որ ամբողջ օրը կարծիքներ են հայտնում, ձեր ուղեղները թունավորում են, ձեզ հետ հերթով դնելու եմ քննարկեմ, թե ով ինչ կրթություն ունի, ով է ավարտել անասնաբուժական ֆակուլտետը, ով է ավարտել, ես չգիտեմ, ինչ որ ժուրնալիստիկայի ֆակուլտետը, ով է ավարտել ծաղրացուների ֆակուլտետը, ու այսօր եկել է ձեզ ինչ որ քաղաքականություն է սովորացնում ու մեկնաբանություններ անում։ Խայտարակություն ամբողջ համացանցով եւ զարմանալի որ սա անում է ոչ թե Պետրոս ու Սիվիկեյը, այլ ամեն տարբեր կայքեր ընկել են այսրանց ջերերը ու թունավորում են նույնիսկ վարկաբեկեցին առաջին նախագահին, որ այնպիսի մի գեղեցիկ քայլ արեց այցելելով իր ուրեմն աջակցությունը հայտնելով ուրեմն կաթողիկոսի։ Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ ձեզ, այնքան լարված եմ, այնքան զայրացած եմ, որ ուզակի չափ ու սահման չկա։ Նիկոլը մեր Հայաստանի հասարակությանը տանում է առճակատման բառից բուն իմաստով, հրահրում է քաղաքացիական բախումներ, ինքը գիտի, որ ինչ որ միտեղ հասարակությունը բաժանվելու երկու մասի ու իրար խփելու են։ Ու իմ կարծիքով նա դիտավորյալ է դա անում, ես նոր դիմեցի մի քանի քաղաքական գործիչներին ու լսեցի, որ իրանք ասել արդեն այսօր դրա մասին խոսել են։ Սրանով Նիկոլը ճանապարհ է ուզում բացի ադրբեջանական բանակի համար, որպեսզի թուրք-ադրբեջանական բանակը ներխուժեն Հայաստան եւ կարգուկանոն հաստատելու նպատակով
մուտք գործեն մեր երկիրը։ Խելքները, գլուխները թավաքեք։ Մի թողեք այսպիսի տխմարները ինչ-որ ելույթներ ունենան մեր եկեղեցու մասին, բան խոսեն։ Ով որ խոսում է, մի լսեք, մի շատացրեք դիտումները սրանց կայքով, բերաններին եկեք։ Կոչ եմ անում Հայաստանի ամբողջ բնակչությանը, առողջությանս ուրեմն պատճառով ինձ առողջությունս թույլ չի տալիս, որ ես հենց հիմա գտնվեմ Հայաստանում։ Թև ու թիկունք եղեք մեր եկեղեցուն, մեր նույնիսկ իր ամբողջ թերություններով մեր կաթողիկոսին։ Գնացեք բարիկադներ կառուցեք Սուրբ Էջմիածնի շուրջը, ով որ կտեսնեք ցույցով, բողոքով գալիս է ոնց որ մի 5 տարի առաջ էին հարձակվել կաթողիկոսի վրա, քարերով ջարդեք բոլորի գլուխը։ Սա հրահրում է իշխանությունը քպեական, քաղաքացիական պատերազմահրահարում, ոչ մի արդյունք չունեն ցույց տալու թե ինչ էին հասել այս 7 տարիների ընթացքում, փորձում են ուղղակի բան անեն։ Փորձում են մենակ հրահարեն քաղաքացիական պատերազմ եւ բախումներ։ Կոչ եմ անում բոլորի, տեր ու թիկուն կանեք մեր եկեղեցուն, մի թողեք Նիկոլը ձեզ փողոցանի, փողոց դուրս եկեք ինքնակամ, եթե այսօր Հայաստանի հասարակությունը չկարողանա դուրս գա փողոց, չշպրտի Նիկոլին ու ԿՊ-ին իշխանությունից, քարերով չջարդի Նիկոլի գլուխը, հիմա կասեն բռնության կոչ եմ անում, ինձ Երևան չեն թողի մտնեմ, իսկ ձերբակալեն, ջանդամ թե չեն ձերբակալի, քարերով կոտրեք այսօր Նիկոլի գլուխը, մահակներով, ծեծելով վռնդեք իշխանությունից, ոնց որ կեղծիկով եկել է, հիմա դուք ձեր ժողովրդական ուժով վռնդեք, այս սրա նման այս տխմարներին, որ տեղավորվել են 2-3 հազար դոլար աշխատավարձ են ստանում, հանուն իրաց աշխատավարձի ոչ հրաժարական կտան, միջևերջ Նիկոլի հետ կեթան։ Որորը Նիկոլին հանեցիք, այս իրա ԿՊ-ն փախնելու, հավատացեք, այս լիլիթները բանով, պրոժեկտորով չեք գտնելու, որ ծաղտեն մտել, հավատացեք ինձ։ Սրանք բոլորը փողի համար տեղավորված անուղեղ անգլագետ հայվաններ են։ Տեր կանգնեք ձեր եկեղեցուն։ Ես է այսօր դուք հայաստանցիներ, Հայաստանում գտնվող ժողովուրդ, Հայաստանի հասարակություն, տեր չկանգնեք մեր եկեղեցուն, Նիկոլը մոտակա օրերում հրահարելու է քաղաքացիական բախումներ, ես չգիտեմ դա կվերածի քաղաքացիական պատերազմի թե չէ, ինչի է դա անում, որովհետև ուրիշ հաջողություն չունի ձեզ ցույց տալու։ Ոչ մի բան չի արել, մի կոպեկ հետ չի բերել, ոչ Քոչարյանին են դատել, ոչ Սերժ Սարգսյանին են դատել, ոչ Սաշիկին են դատել, ոչ Չորնի Գագոյին են դատել, բոլորը իրանց միլիարդներ առած դրսում շրջում են Հայաստանում, ֆրֆռում են ուտեմ խմում, ման են գալի, իրանց կապիտալի ավելացնում են, նոր բիզնեսներ են դնում, փողը բերում, իրանք փող են աշխատում, Նիկոլենք փող են աշխատում այդ դրա համար։ Ուրիշ հաջողություն ձեզ չունի ցույց տալու, կրթությունը տապալել են, գյուղատնտեսությունը տապալել են, դիվանագիտությունը տապալել են, ինչ ասեմ, ամեն բան տապալել են։ Միջոցները անում հրահրումը բախումների, որը իր հերթին շատ վտանգավոր կարող է լինի ադրբեջանական, թուրքական բանակը ներխուժի Հայաստան։ Լավ մտածեք դրա մասին, տեր կանգնեք ձեզ ձեր ընտանիքներին, մեզ, մեր երկրին, մեր երեխաներին, մեր ապագային։ Կանգնեք եկեղեցու կողքին։ Այսքանը։